Ընկերության երեկո նախքան պաշտոնական միջոցառումը Դուշանբեում ԱՊՀ պետությունների ղեկավարները զբոսնում են Կոխիսոմոն պետական նստավայրի այգում, հիանում գեղեցիկ տեսարաններով։ Մտերմիկ զրուցում են, կադրերում լսվում է, որ Էմոմալի Ռահմոնը Փաշինյանի անունն է տալիս։ Տեսախցիկների օբյեկտիվում նաև Պուտինի ու Ալիևի ջերմ գրկախառնությունն է, իսկ Նիկոլ Փաշինյանը Դուշանբե է ժամանել կեսգիշերին։ Տաջիկստանում հասցրել է հեծանիվ վարել ու լավ օր մաղթել բոլորին։ Հեծանվային լուսաբաց այսօր Դուշանբեում է։ Առավոտյան ԱՊՀ երկրների ղեկավարները ժամանում են խորհրդի նիստին։ Նիկոլ Փաշինյան։ Նիստի մեկնարկից առաջ ոչ ֆորմալ զրույցներ են, ուշադրության կենտրոնում է Հայաստանի վարչապետը։ Լուկաշենկոն դիմելով Ալիևին ասում է, իսկ դուք ասում էիք, որ նա չի գա, երեկ անհանգստանում էիք։ Գագաթնաժողովը սկսվում է լուսանկարվելու արարողությամբ։ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները կանգնած են կողք կողքի։ Խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինն անդրադառնում է ԵԱՏՄ գործունեությանը։ ԵԱՏՄ-ի դռները միշտ բաց են նոր անդամների համար։ Այն տնտեսական մեծ օգուտներ է բերում ու բացում նոր շուկաներ։ Հայաստանի հետ առևտրաշրջանառությունը որքան է։ Պուտինն ու Փաշինյանը թվերի հարցում ընդհանուր հայտարարի չեն գալիս։ 4 միլիարդ։ Нет, больше. Վարչապետը նաև մեջբերում է անցյալ տարվա տվյալները, բայց այս հարցում նույնպես երկու առաջնորդների տեղեկությունները չեն համընկնում։ Было примерно 9 миллиардов. Больше. В прошлом году было больше. Այս հարցու պատասխանից հետո Գևորգ Պապոյանն է գրառում արել, նշելով, որ Փաշինյանի տվյալները ճիշտ են։ Այնինչ Կրեմլում Փաշինյան-Պուտին վերջին հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը հայտարարել էր 2024 թվականին 11.7 միլիարդ դոլարի առևտրաշրջանառության մասին, որին Փաշինյանը չէր առարկել։ Իսկ Դուշանբեի ելույթում Փաշինյանը գոհունակությամբ արձանագրում է, որ երկարամյա հակամարտությունից հետո Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղություն են հաստատել եւ այս գործընթացում հիմնարար փաստաթուղթը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրն է։ Երևանն աշխատելու է Ամերիկայի եւ փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ Թրամփի ուղի ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Проект Трипрот предоставляет Армении возможность иметь... Թրիփ նախագիծը Հայաստանին հնարավորություն է տալիս երկաթուղային եւ այլ տրանսպորտային կապ ունենալ ԱՊՀ անդամ պետություն Ադրբեջանի եւ ԱՊՀ մյուս անդամ պետությունների հետ։ Սա նշանակալի փոփոխություն եւ հանգամանք է, որը անկասկած կնպաստի ԱՊՀ շրջանակներում տնտեսական կապերի ամրապնդմանը եւ կազմակերպության արդյունավետության բարձրացմանը։ Թրիփ նախագիծը բացում է արտահանման եւ ներմուծման նոր հնարավորություններ նաեւ ԱՊՀ երկրների համար։ Վարչապետը համոզմունք է հայտնել, որ մոտ ապագայում կստորագրվի ու կվավերացվի նաև խաղաղության համաձայնագիրը։ Рад возможности. Ուրախ եմ տեղեկացնել ձեզ այս ամենի մասին, չնայած հաստատված խաղաղությունը չի նշանակում, որ Հայաստան-Ադրբեջան օրակարգի հարցերը սպառվել են։ Մենք դեռևս պետք է հաստատենք փոխադարձ առևտրային, տնտեսական, քաղաքական, մշակութային կապեր, լուծենք հումանիտար խնդիրները, եւ սա հեշտ գործ չէ, հաշվի առնելով երկարամյա թշնամանքի պատմությունը։ Սակայն հաստատված խաղաղությունը մեզ վստահություն է տալիս, որ այս հարցերն աստիճանաբար կլուծվեն։ ԱՊՀ խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ Ալիևի ելույթը հակիրճ է ու ոչ թե խաղաղության մասին, այլ հայկական օկուպացիայի։ Выражаю благодарность главам государств СНГ за поддержку кандидатуры города Лачин, Восточно-Зангезурского региона Азербайджана. Շնորհակալություն եմ հայտնում ԱՊՀ պետությունների ղեկավարներին այս տարի Ադրբեջանի արևելյան Զանգեզուրի շրջանի Լաչին քաղաքի թեկնածությունը որպես ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք պաշտպանելու համար։ Այս տարվա հունիսին Լաչինում տեղի ունեցավ ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի տարվա բացման արարողությունը, որի ընթացքում տեղեկություններ ներկայացվեցին ադրբեջանական այս հինավուրց հողի պատմության, մշակութային ժառանգության մասին։ Միջոցառման հյուրերը համոզվեցին, որ Հայաստանի 30-ամյա օկուպացիայից ազատագրվելուց հետո Լաչինը սրընթաց վերածնունդ է ապրում։ Պարզվեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները բաց չեն թողել նաեւ միմյանց հետ զրուցելու հնարավորությունը։ ԱՊՀ գլխավոր քարտուղար Լեբեդևը հայտնել է, որ Փաշինյանն ու Ալիևը շատ ջերմ շփվել են։ Неспорные вопросы. Նրանք ըստ պաշտոնյայի չեն քննարկել վիճելի հարցեր, այլ խոսել են այն մասին, թե ինչպես առաջ շարժվել խաղաղությունն ու անվտանգությունը ամրապնդելու ճանապարհով։ Իզաբելլա Հովանիսյան, Էպիկենտրոն։